Մեր դիմաց տեղակայված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի առաջին բանակային կորպուսի 193 մոտորաձգային բրիգադի 3-րդ մոտորաձգային գումարտակի ստորաբաժանումներով։ Մեր դիմաց տեղակայել են 1 դիտակետ, հենց դիմացնես մարտական դիրքն է, հենակետ չունեն հակառակորդը մեր դիմաց, իրանց հրամանատարական դիտակետերում չունեն ստեղ, կոնկրետ մեր մարտական դիրքի դիմաց, հետևը գյուղն է ադրբեջանցի։ Բոլոր դիրքերից կրակել են, չեն կարողացել մեզ վնաս տալ։ Շատ մեր զինվորները զգոն են եղել, շատ ուշադիր, դրա համար կարողացել են ցանկացած իրենց պատրաստած դիվերսիային հետ ուղարկեն։ Մեր զինվորը, մեր հայ զինվորների դուխն այնքան բարձր, անկախ ամեն ինչից մեր հակառակորդի ինչքան տեխնիկա, զորամ, ինչքան ուժեղ է, մեր համար միևնույնն է։ Մենք միշտ կանելու ենք այնքան, մինչև մեր կյանքի գնով։ Այնքան մենք պահելու մեր հողերը, մինչև մեր կյանքի գնով։ Կապ չունի հակառակորդը, այսօր ինչն է մարտական դիրքերում մարդուն զգոն տեխնիկա, այդպես բաները կարևոր չի, կարևորը մարտական հոգին է, որ մարդ միշտ չթերագնահատի իրեն։ Ինչու որտեղ հակառակորդը այսօր տեխնիկա ունի, բայց դուխ չունի։ Այսօր ինչն է մարդուն պետք դուխ։ Ամուսնացած չեմ սպասում իմ ընտանիքը, մայրս, հայրս, եղբայրս, քույրս։ Ընկերուհի ունեք։ Հա, շես ամեջն ընկերուս եմ փոխանցում, դու սպասիր ծառայող զինվորի։ Իսկ սիրո խոսքեր չունես ասելու։ Չէ, դե սիրո խոսքերն է առանձին կասեմ։ Ստեղ պետք է փոխանցել։ Պարգևատրվել եմ հակառակորդի դեմ մարտական դիրքերում ցուցաբերած ծառայության համար, հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարում ենք։ Ամենաառաջինը այդ պայքարի մեջ դա մարտական ոգին է, յուրաքանչյուր զինվորն էլ գիտի ինչի համար է կռվում, ինչի համար է ինքը այստեղ գտնվում։ Մեր առավելությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր զինվորի մարտական ոգին շատ բարձր է։ Նրանք հակառակորդը չունի այդ առավելությունը մեր նկատմամբ։ Օրինակ ես եկել եմ ստեղ իմ ընտանիքը, տունը, հողը, հայրենիքը պաշտպանելու համար։ Ու ցանկացած մեկն էլ իմ կարծիքով նույն պատճառներով է այստեղ գտնվում։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, ընդունվել եմ արդեն, հասցրել եմ։ Տանը դե հայրը, մայրը, եղբայրը բոլորն էլ սպասում են, ընկերները։ Մերը ասում եմ ամենաապահով մարտական դիրքն է ու վախենալու պատճառ չունեն էլի իրանք։ Մեր զինվորները ուժեղ են, հակառակորդը վախկոտ է, ասենց ասեմ։ Մերոնք բոլորը խելոք, խելացի ու կարևոր ուժեղ տղեկ են։ Բոլոր զինվորության ծնողներին կցանկանամ համբերություն։ Եթե համբեր են, հանգիստ կլինեն ակամայից, որտեվ ընդհանուր առմամբ այստեղ տենց վտանգ չկա, ինչքանով որ մարդիկ առաջի հայացքից են մտածում։ Ուղղակի որ արդեն իրանց երեխան իրանց կողքը չի, այդպես բնազդաբար ծնողի ոգին հենց է, որ ինքը ուղղակի անհանգստանում է իր երեխայի համար, այդ բանը իր կողքի չի, ինքը չգիտի կոնկրետ որտեղ է ինքը հիմա գտնվում, չի պատկերացնում ստեի ծառայության բնույթը, դրա համար անհանգստանում է։ Սադրիչ գործողություններից հետո զինվորի հոգեբանությունը ավելի է կայունանում, ինքը դուխը իր ավելի է բարձրանում ու ինքը ավելի հաստատուն է լինում իր քայլերի մեջ։ Նա այս վերջ իրադարձություններն էլ վառապացույց եղան նրան, որ հայ զինվորին կոնկրետ կոտրելը անհնար է։ Իսկ եթե Աստված միացե պատերազմ լինի, մերոնք ինչ կանեն։ Միանշանակ ջաղջախիչ հաղթանակ կտան։ Ոնց որ ասեց մեր պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը իր դիալոգներից մեկում նա ասաց, որ եթե նույնիսկ ինչ-որ կռիվ պատերազմ սկսվի, Ադրբեջանը միայն կորցնելու է, ոչ մի բան չի կարողանալու ձեռք բերի։ Զուտ մենակ նրա համար, որ իրանց այդ ոգին, դուխը իրանց այդքան ցածր է համեմատաբար մերինից։